Նասիրյան, ներողություն, մի քանի հարցի պատասխանեք, մենք ուղիղ եթերում ենք հիմա։ Այս ամենի վերաբերյալ ձեր կարծիքը ինչպիսին է։ Եվ ինչու է ԱՄՆ-ն թիրախավորել իրան։ Ես արդեն նշեցի իմ խոսքում, որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար բարեկամ եւ բնական դաշնակից պետություն է, թե ինչու է Ամերիկան ու Իսրայելը կրկին պատերազմական գործողություններ սկսել բարեկամ Իրանի եւ Իրանի բարեկամ ժողովրդի դեմ, պետք է հենց Ամերիկայի կամ Ամերիկայի նախագահին հարցնել։ Մենք եկել ենք այսօր այստեղ դատապարտելու այդ պատերազմական գործողությունները, ինչպես նաև մեր զորակցությունը հայտնելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում Իրանում բնակվող բոլոր հայերին եւ պատրաստակամություն հայտնում, որ ցանկացած դեպքում մենք Իրանի կողքին ենք, մենք ասելով ես ի նկատի ունեմ հայոց արծիվներ կամավորական մարտական ջոկատը, ով 44 օրյա ապրիլյան եւ արցախյան պատերազմների ուղղակի մասնակից է եւ անհրաժեշտության դեպքում մենք մեր ջոկատով իմ հրամանատարությամբ պատրաստ ենք միշտ լինել բարեկամ Իրանի կողքին, ոչ միայն հենց այնպես լինելով, այլ նրանց հետ միասին անհրաժեշտության դեպքում կռվելու մեր բոլոր թշնամիների դեմ։ Դա ինչպես եք պատկերացնում կռվելը։ Մեկնել Իրանում բնակվող բոլոր հայերից կազմավորել 5000-անոց կամավորական կորպուս եւ արդեն ասացի, անհրաժեշտության դեպքում Իրանի զինված ուժերի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միասին ոչ միայն պաշտպանել Իրանը, Իրանի բոլոր ժողովրդին, այդ թվում Իրանում բնակվող բոլոր հայերին, այլ հենց նրանց հետ միասին կռվել Իրանի եւ Իրանի ժողովրդի արտաքին թշնամիների դեմ։ Իսկ այս ամենը ինչ հաստեցություն կունենա Հայաստանի վրա, պատերազմը։ Պատերազմը միանշանակ Հայաստանի վրա շատ վատ ազդեցություն կունենա, ինչպես սահմանների, ինչպես մեր տարածքային ամբողջականության, ինչպես մեր տնտեսության հետ կապված բոլոր առումներով, բայց ամենակարևորը, որ այն մեր հարևանի համար եւ հատկապես Իրանում բնակվող ամբողջ բնակչության համար առաջի հերթին վտանգ է, ես նկատի ունեմ եւ զոհեր եւ ավերածություններ, դա արդեն հերիք է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը իր աջակցությունը ցուցաբերի բարեկամ հարևան Իրանին, ինչը ըստ իս արդեն ցուցաբերվել է, այլ նաեւ մենք շարքային քաղաքացիներս, հատկապես Հայաստանում գործող ազգային ուժերը, ովքեր մտահոգված են Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, անկախության եւ ինքնիշխանության պահպանմամբ, իսկ այս դեպքում հարևան Իրանում պատերազմական գործողություններ սկսելու եւ սկսված լինելու պարագայում շատ հնարավոր է, որ հենց Հայաստանում խարխալվի մեր տարածքային ամբողջականությունը։ Ուստի կրկնում եմ, մենք պատրաստ ենք, միշտ պատրաստ ենք բարեկամ Իրանի կողքին լինելու։ Շնորհակալ եմ։